Ինչպես ենք մենք կարողանալու հասնել անմահության։ Ով է մեզ համար գլորելու այդ գերեզմանի քարը։ Մենք մեր պատասխանատվությամբ, թե ուրիշի վրա դրած լինելով։ Մենք ենք երես առ երես հանդիպելու այդ իրականությանը եւ մեզ համար, մեր սրտում, մեր մտքում լսելու, թե մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք։ Չկա որևէ մի բան, որ ավելի մեծ է, քան քո կյանքը։ Չկա ավելի մի բան, որ ավելի մեծ է, քան քո անմահությունը։ Չկա ավելի մեծ արժեք, ավելի մեծ, ավելի կլանող, քան այն բարձրագույն արժեքները, Աստծո հավատքը, հայրենիքի սերը, ընկերոջ նկատմամբ ունեցած նվիրումը, քո երազների, տեսիլքների ձգտումը, չկա ավելի մեծ, քան այդ բոլորը։ Եվ վերջապես, չկա ավելի մեծ բան, քան ճշմարտության համար ուղղակիորեն ընթանալ այդ խաչի եւ տառապանքի ճանապարհով, որովհետեւ ի վերջո որքան էլ ստով պատված լինի կյանքը եւ հատկապես մեր կյանքը, այդուհանդերձ հաղթանակողը մնալու է ճշմարտությունը։ Որքան էլ մեզ փորձեն ներկայացնել ստի քաղցրությունը, այդուհանդերձ իրականության մեջ ճշմարտության փնտրտուքը չի դադարում եւ ճշմարտության հաղթանակը չի ուշանում։ Ճշմարտությունը հաղթում է ի վերջո, ինչպես Հիսուսի հարության պարագային էր։ Որքան էլ մեծ փողերով, ստով փորձեցին այդ հարության ճշմարտությունը պարփակել, սահմանափակել, ոչնչացնել, այդուհանդերձ այն ճեղքել է այդ իրականությունը եւ հասել հաղթանակի։ Մեզ համար նույնն է ամեն ինչ։ Մենք գտնվում ենք այդպիսի իրականության մեջ, երբ անընդհատ մեր շուրջը, մեզ վրա, մեր կյանքում, ստի եւ կեղծիքի, փողով գնված, այսպես կոչված ճշմարտության պատկերներով, մեզ հուսահատեցնելու, վախեցնելու, անորոշության մեջ դնելու քաղաքականությունն է վարվում։ Այո, ես այսօր թեպետ չէի ցանկանա եւ չեմ էլ ցանկանում խոսել այս չարիքի իշխանության մասին, բայց մենք այդ իրականության մեջ են գտնվում անխուսափելիորեն եւ մարդիկ էլ այս կամ այն ճանապարհով մենք ենթարկվում ենք այդ ստի իշխանության տարածած քաղցկեղային բջիջների եւ սակայն մեզ անընդհատ հիշեցնում է ասելով մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք, մարդիկ մի վախեցեք, ոչ մի բանից, ոչ ձեր ունեցվածքը կորցնելուց, ոչ ձեր ընտանեկան կյանքը խաթարումից, ոչ որևէ ձեր կյանքի հարմարվածությունից դուրս գալուց, ոչ աշխատանք, ոչ գործ կորցնելուց, մի վախեցեք ոչնչից, եթե դուք ապրում եք ճշմարտության համար։ Ես անընդհատ այս հարցը տվել եմ մեր ժողովրդին տարբեր աստիճաններում, տարբեր հանգամանքներում, տարբեր պարագաներում։ Մեզ անընդհատ ներարկում եւ ներշնչել են եւ ներշնչում են, որ դուք անզոր եք, անհույս եք, անելանելի կացության մեջ եք, այս իրավիճակից ելք գոյություն չունի, դուրս գալ չկա, խեղճ եք, թշվառ եք, անօգնական եք, այս բոլոր բառերով այնպիսին, ինչպիսին իրենք իրենց միգուցե զգում էին այդ յուղաբեր կանայք Քրիստոսի չգոյությունը տեսնելով գերեզմանում, Քրիստոսի բացակայությունը տեսնելով գերեզմանում։ Միգուցե իրենց խեղճ էին զգում, անորոշ, թշվառ, անօգնական, մոլորված, չիմանալով ինչ անել։ Եվ հնչում է այդ խոսքը՝ մի վախեցեք, որովհետև այնինչ ում փնտրում եք կամ այնինչ փնտրում եք, այն կյանք է, հարություն է առել, հաղթանակել է, որովհետև ճշմարտության համար սահմանափակում գոյություն չունի, որովհետև որևէ գերեզմանի քար, ինչքան էլ այն մեծ լինի, չի կարող դառնալ գերեզման այն մարդու համար, ով ձգտում ունի տեսիլքի, երազի եւ հարության եւ անմահության։ Մի մոռացեք այս բառը, անմահության խորհուրդ։ Եթե չեք մտածում, չեք մտածելու անմահության մասին,
ուրեմն գերեզմանը արդեն այս կյանքում կլանել է յուրաքանչյուրին։ Ուրեմն այդ գերեզմանի քարը դրված է մեզ վրա, քեզ վրա։ Այդ գերեզմանի քարը ոչնչով չես կարող ոչ գլորել, ոչ մի կողմ տանել եւ ոչ էլ ներս թափանցել, տեսնելու համար հարության խորհուրդը, տեսնելու համար ճշմարտությունը։ Մեր կյանքը այդպիսին է։ Մեզ անընդհատ խոսել են, խոսում են, չասեմ մեծ ծավալով, բայց տևապես, հուսախաբության մասին, հուսահատության մասին, միևնույն ժամանակ խոսել են հույսերի մասին, սպասումների մասին, ակնկալիքների մասին։ Այս ամբողջ ժամանակահատվածը նաև այդ փնտրտուքի ճանապարհն է եղել։ Մենք միասին կարողացել ենք փաստել, որ մեր ժողովուրդը մեռած չէ։ Դուք սիրելի հայրենակիցներ, մեռած չեք, անօգնական չեք, անզոր չեք, անելանելի կացության մեջ չենք գտնվում։ Ոչ թշվառության, ոչ խեղճության եւ ոչ այլ ինչ պարագաների մեջ։ Միայն մնում է, որ մենք նաև մեր մտքով առաջինը ոչ թե մտածենք, թե ով է այս գերեզմանի քարը գլորելու մեզ համար, այլ փնտրտուքի ճանապարհի մեջ հանձն առնենք այդ գերեզմանի քարը գլորելու։ Միայն մնում է, որ դուք, մենք հավատանք մեր սեփական կարողություններին եւ ուժերին, հավատանք, որ մենք միասին կարող ենք այս գերեզմանի քարը գլորել, որը արդեն իսկ գլորել ենք, որի ճանապարհները հստակ են, պարզ են եւ հարության տեսիլքը մեզանից հեռու չէ։ Մնում է, որ ամեն մարդ մտածի, թե ինքը ինչ ճանապարհով է ընթանալու իր անմահության ետևից, իր անմահության մասին ինչպես է խորելու, ինչպես է հոգ տանելու իր անմահության համար։ Արդյոք այդ անմահությունը միայն իր անձնական տիրույթում է գտնվում, թե դա նաև հանրային կյանքի հավաքականության մասին է։ Ես չեմ զլացել մշտապես ասելու, որ մենք պատասխանատու ենք նաև պատմության առջև, ոչ միայն անցյալի, այլ նաև հատկապես գալիքի։ Սակայն այս ներկայի մեջ ենք այդ անցյալի եւ գալիքի կապը ստեղծելու։ Մենք այո պատասխանատու ենք հատկապես գալիքի համար։ Ներկայում կրելով մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք նաև այդ պատասխանը տալու գալիքին 20 տարի, 30 տարի հետո մեզանից որևէ մեկը կարող է ողջ չլինել, բայց մեր սերունդը կամ մեր սերունդները այո նայելու են մեր գերեզմաններին եւ կամ նզովելու են, անիծելու են կամ օրհնելու են մեզ, թե ինչպիսի ժառանգություն ենք մենք թողել իրենց, թե ինչպիսի կյանք ենք թողել, թե ինչպիսի իրավիճակ ենք ստեղծել իրենց համար, ապրում են հայրենիքում իրենց սեփական պետության մեջ, թե գաղթական դարձած աշխարհի բոլոր անկյուններում, թե իրական երջանկություն իրենց կյանքի որտեղ է գտնվում, թե ինչպիսի միջավայրում են իրենք մեծանալու, սիրո եւ ճշմարտության, թե ատելության եւ ստի։ Այո, մենք նաեւ մի քանի օր հետո դարձյալ բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը, դարձյալ մեր խոնարհումն ենք հայտնելու մեր նահատակներին ապրիլի 24-ին եւ մեր հայացքները ուղղելու ենք երկինք մեր մեծ սուրբերի բարեխոսությունը խնդրելով։ Հենց դա այսօր մեզ ներկայացվում է որպես գերեզմանված իրականություն, բայց այդ բոլորը ապրիլ 24-յան նահատակության հիշատակությունն ու բարեխոսությունը մեզ համար հարության եւ անմահության իրականություն, սխրանքի իրականություն, սկզբունքների, արժեքների, գաղափարների համար չտատամսելու իրականություն են, դեպի հաղթանակ ձգտելու իրականություն։ Եվ ապրիլի 23-ին, ինչպես տեղյակ եք, մեր երիտասարդությունը, մեր ժողովուրդը ջահերով, որպես նախատոնակ կամ նախահիշեցում, հիշատակություն բարձրանալու են Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Բոլորս կոչված ենք մասնակից լինելու
մանավանդ մեր օրերի մեջ, փաստելու, վկայելու, որ մենք ուրացողների, դավաճանների հետ բաժին չունենք, մենք հուդաների 30 արծաթների հետ բաժին չունենք, մենք ստախոս զինվորների նմանությամբ նրանց հետ բաժին չունենք, մենք այս ամբողջ իրականության ժխտողների և այն փորձել պարզապես մեզ համար իրադարձություն ներկայացնողների հետ բաժին չունենք, մենք մեր նահատակների հետ բաժին ունենք, մենք մեր հաղթանակների հետ բաժին ունենք, մենք մեր խաչի ճանապարհի և նրան հաջորդող հարության խորհրդի հետ բաժին ունենք, մենք հավատարմության և նվիրումի հետ բաժին ունենք, մենք պարզապես, ինչպես միշտ ասել եմ, կենցաղով սահմանափակված և դրանով ոչնչացած լինելու հետ բաժին չունենք, այլ նրանից վեր ապրելու, ժառանգության, հավատարմության մեջ ապրելու, նրա հետ բաժին ունենք։ Վերջո, մենք վճռական ժամանակների մեջ ենք ապրում, վճռորոշ, որ երբեք պիտի չմտածեինք այդ մասին։ Երբեք մեզ այսօրին հասցրած չարիքը շարունակում է անընդհատ խորացնել այդ զգացումը, անզորության զգացումը, տկարության զգացումը, թուլության զգացումը, խեղճության զգացումը և փորձելով այդ բոլորը ներկայացնել որպես ճշմարտություն։ Սակայն այդուհանդերձ մենք այդ գերեզմանի առջև կանգնած յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ընթանալու ենք անխուսափելիորեն դեպի հարության խորհուրդ, ընթանալու ենք այդ գերեզմանի քարը գլորելու ճանապարհով և վերականգնելու թե մեր պատիվը, թե մեր կյանքը և թե մեր ամբողջական տունն ու հայրենիքը։ Ինչպես ասացի, չեմ էլ ուզում այս մարդկանց, այս օրով, այս մարդկանց գործածի մասին խոսել, ընդհանրապես բոլոր օրերում, ամեն օրը մի մարտահրավեր են դարձնում մեր կյանքը։ Եվ վերջին օրերը հատկապես մեր սիրելի արցախցի քույրերի և եղբայրների նկատմամբ տևապես մեծացող և այսպես ծավալվող ատելության քարոզն է, որ չի դադարել այս չարիքի և ստի իշխանության օրերին և դեռ ավելի է խորանում։ Ես հատկապես մեր արցախցիներին եմ դիմում, սիրելի քույրեր և եղբայրներ, մի տրվեք այս գայթակղություններին։ Դուք և ձեր միջոցով մենք բոլորս զրկվել ենք մեր հայրենիքից, մեր տներից, մեր սրբարաններից, մի տրվեք այս ստի գայթակղությանը և նախ ինքներդ ձեր մեջ մի պառակվեք, մի լսեք հենց ձեր միջից այն չարախոսներին, ովքեր փորձելու են քանդել ձեր նկարագիրը, ովքեր փորձելու են ձեզ ներկայացնել որպես թափառախումբ, մարդիկ, որոնք ոչ արժեք ունեն, ոչ մի բան չունեն, այլ պարզապես ապրում են իրենց կյանքը քարշ տալու համար։ Դուք այդպիսին չեք և ձեր միջից հենց իսկ հնչող այդ քայքայիչ և պառակտիչ խոսքերին տեղ մի տվեք։ Եվ հենց պառակտողներին, քայքայողներին էլ եմ ասում, խելքի եկեք ուղղակի, խելքի եկեք, մի տրվեք որևէ բանի, մի գնացեք այն չարիքի հետևից, որը ձեզ ի վերջո նաև ձեզ է սպանել, արդեն մի անգամ սպանել է ամբողջության մեջ և մի թույլ տվեք, որպես երկրորդ անգամ սպանի։ Այո, մենք զուտ պայմանականորեն ասում ենք արցախցի, դա մեր բոլորի կյանքն է, Արցախը, արցախցի մեր քույրերն ու եղբայրները մեր կյանքն են, մերն է, և երբ ասում են, թե ով է կռվել, ով չի կռվել, մենք ենք կռվել, մենք, նրանք, ովքեր հայրենիք ունեն, նրանք, ովքեր ընդհանրական, հայկական միտք ունեն, կյանք ունեն, որոնց համար որևէ սահմանային պայմանականություն կամ տեղային պայմանականություն գոյություն չունի, ովքեր հասկանում են և պատկերացնում են, որ
ցեղասպանված ժողովրդի զավակներ են, որ այսքան զրկանքներ կրած, նույն մտքով, նույն կյանքով, նույն ապրումով, նույն հայացքով մարդիկ են։ Նույն ցեղի զավակներն են, նույն ազգի զավակներն են։ Ոչ մի տարբերություն չկա, թե որտեղ, ինչպես։ Ով է փախել, ով չի փախել, ով է կռվել, ով չի կռվել, բացարձակ։ Դա մեր սեփական պատմությունն է։ Մեր, իմ եւ քո առանց տարանջատելու։ Եվ այո, արցախցիների խնդիրներն են, մեր խնդիրներն են։ Ոչ մի տարբերություն, բացարձակ։ Եվ մենք ենք լուծելու այդ խնդիրները, բոլորով միասին, ինչպես ժամանակին եղել է։ Հեռու չեն այդ ժամանակները, պատմության խորքերում չեն այդ ժամանակները։ Մեր ապրած օրերն են այդ ժամանակները։ Եվ մենք էլ լուծելու ենք այդ խնդիրները։ Ովքեր իրենց տարանջատեն արցախցիներից, ովքեր Արցախի մեր սիրելի քույրերի, եղբայրների խնդիրները իրենցից դուրս կդնեն, նրանք, այո, հենց այդ ուրացողներն են եւ ուրացողների այդ բաժին ունեցողները։ Այլ կերպ չկա, սա մեր ընդհանրական կյանքն է։ Այո, դավաճանությունն ու ուրացումը մուտք է գործել մեր կյանք եւ գմվել է կարծես ճշմարտությունը վերափոխելով ստի, այդուհանդերձ մեր ընթացքը մեկն է։ Մեր ընթացքը այլ ճանապարհ չունի։ Ապալելու այդ ստի կայսրությունն ու իշխանությունը եւ հանրահռչակելու ճշմարտության մասին։ Այնպես ինչպես հարության խորհուրդն է, այնպես ինչպես խաչելության խորհուրդն է, որը անխուսափելի հարությամբ է պայմանավորված։ Մենք պիտի ընտրություն կատարենք մեր կյանքում, իրապես ընտրություն կատարենք։ Ուզում ենք մնալ այս թշվառ ու խեղճ վիճակում, թե ցանկանում ենք ճեղքել բոլոր տեսակի հարձակումները եւ վերականգնել մեր ուժը, մեր զորությունը, մեր ճշմարտությունն ու արդարությունը։ Սա մեր ընտրությունն է։ Այնպես ինչպես աշակերտներից ոմանք ընտրեցին գնալու մինչև վերջ անկախ նրանից, թե իրենք քանի հոգի էին մնացել եւ քանի հոգի էին։ Եվ նաեւ մյուս կողմից աշակերտ, որը ընտրեց ուրացումը, ընտրեց դավաճանությունը, ընտրեց 30 արծաթը եւ ի վերջո ընտրեց արյան ագարակը։ Կամ աշակերտ, որը նույնիսկ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ու տառապանքներ կպատճառվեին, ընթացավ խաչելության խորհրդի ճանապարհով եւ սակայն ունեցավ հաղթանակի եւ հարության խորհուրդը։ Մեր ժամանակները այդպիսին են եւ մեր ժամանակների մեջ ընտրությունը մենք ենք կատարել։ Ես հանձնառու եմ եղել եւ մնում եմ այդպիսին, այդ ընտրությունը կատարած, գնալու ճշմարտության ետևից, գնալու անմահության ետևից, գնալու հարության հաղթանակի խորհրդի ետևից, որպեսզի այդ ճշմարտությունը հաղթանակող լինի մեր կյանքում, որպեսզի այդ գերեզմանի քարը, որքան էլ այն դժվար ու մեծ թվա, կարողանամ գլորել եւ միասին այն կատարելով մեր պատկերավոր գերեզմանված իրականությունից։ Մենք այսօր գտնվում ենք այդ ավետիսի իրականության մեջ, սիրելի ժողովուրդ։ Մի վախեցեք, ոչնչից մի վախեցեք։ Չկա ավելի մեծ բան, քան մեր ճշմարտության հաղթանակը։ Ինչ դժվարության գին էլ այն պահանջի, ինչպիսի զոհաբերություն էլ այն պահանջի, կամ մեկ ճանապարհ, մեկ խորհուրդ, մարդու նկարագրի խորհուրդ, իր անմահության ետևից գնացող համոզված մարդու խորհուրդ, հաղթանակող մարդու խորհուրդ, ուժեղ մարդու խորհուրդ, ոչ պատճառաբանություններով պայմանավորած կյանքի խորհուրդ, այլ մեկ նպատակով
մեկ տեսիլքով ապրող մարդու խորհուրդ։ Իշահ մեր հայրենիքի, մեր պետության, մեր պատմության եւ Աստծո փառքի համար, որը մեզ ընծայել է լրիվ հնարավորությունը մեր հաղթանակած իրականությունը ունենալու։ Թեպետ ժամանակը դեռ շուտ է, այդուհանդերձ այսօրվա խորհրդով ուզում եմ ասել. Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ թող լինի մեր Տիրոջ հարությունը։ Եվ հիշեք, մի վախեցեք ոչնչից։ Չկա ոչ մի բան, որ կարող է վախեցնել մեզ։ Ոչ մահը, ոչ կյանքը եւ ոչ այլ ինչ։ Ընթացեք ճշմարտության ետևից։ Ինքներդ ձեզ քննեք այդ ճշմարտության մեջ եւ կերտեք սեփական հաղթանակն ու հարությունը։ Եվ հիշեք, մեր Տիրոջ օրինակը նա ոչ միայն խոսեց իր հարության մասին, այլ կերտեց այն։ Մենք կոչված ենք ոչ միայն խոսելու մեր հաղթանակի մասին, այլ կերտելու այն։ Զորանանք։